Շնորհակալություն, երբ որ սկզբնական շրջանում այս նախագիծը դեռ մի քանի տարի առաջ ընդունվում էր, դեռ այդ ժամանակ զորքերում, հատկապես պայմանագրային անձնակազմի մոտ, պայմանագրային ծառայողների մոտ բազմաթիվ հարցեր կար, որոնց մի մասը օբյեկտիվ էր, սուբյեկտիվ էր, միգուցե մի մասը էմոցիոնալ էր, բայց մարդիկ հարցնում էին, թե ոնց է լինում, երբ որ պայմանագրային ծառայության այս խմբի համար հնարավորություն կա պատվովճարներ դնել, այսինքն 5 տարվա ծառայությունից հետո 5 միլիոն դրամի չափով, պլյուս ընթացիկ աշխատավարձ, իսկ սովորական, այսպես կոչված ավանդական խմբի համար դա այդ հնարավորություն չկա։ Այդ ժամանակ մենք իհարկե կողմ էինք այդ նախագծին, հասկանալով, որ նոր ինստիտուտ է ներդրվում եւ դրա կարեւորությունը կար։ Հատկապես դրա փորձառությունը կար դեռևս 17 թվականին ներդրված ESM ծրագրով, որը հետագայում փոփոխության էր ենթարկվել։ Սակայն հիմա, երբ որ մենք խոսում ենք դրա հաջորդ փուլի մասին, այսինքն 5 տարի պայմանագրի լրանալուց հետո եւս 2 տարի կամ 5 տարի պայմանագիր ստորագրելու մասին, ապա նույն խմբի մոտ շատ ավելի օբյեկտիվ հարցեր է առաջանում, թե ինչպես է լինում, որ մարդը, որ ավանդական այդ պայմանագրային ծառայության է դիմում, այսպես կոչված, պարտադիր ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո 3 տարվա պայմանագիր է ստորագրում, հետագայում այն լրացնում է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, շատերը 18-20 տարվա ծառայողներ են, այսինքն 5, 6 կամ 7 անգամ միգուցե դա երկարացրել են, եւ դա որևէ պատվովճար այստեղ չի ենթադրում։ Դրա համար անհավասար պայմաններ է ստեղծում, իրականում անարդար է, երբ որ մենք պայմանագրային ծառայության մի տարատեսակը այսքան մեծ խրախուսում ենք, ինչը ես ընդհանրապես կարևոր եմ համարում, բայց մյուս կողմից պայմանագրային ծառայության մյուս տեսակում, երբ որ մարդիկ տարիներով անընդհատ պայմանագրեր են երկարացնում, նրանց սպասող այս հնարավորությունը չկա, եւ ես կարծում եմ, եթե ոչ այս փուլում, ապա առաջիկա ժամանակահատվածում պայմանագրային ծառայության մյուս տարատեսակների համար եւս այս հանգամանքը պետք է հաշվի առնել եւ անպայման այս հարցը կարգավորել։